Ինչպես այսօր ասում է բալանսավորման քաղաքականությունը, ընդհանրապես ես կարծում եմ այդ բալանսավորում ասած քաղաքականությունը այսօր նման է ոչ թե հավասարակշռություն պահելու լուրջ այսպես իրավիճակի հետ, այլ լարախաղացի բալանսավորում այսօր այն ինչ որ այսօրվա իշխանությունները անում են, որովհետև արագ աճ ու ձախ լինելը միայն դա է մատնանշը, բայց նորից եմ կրկնում, մեզ անհրաժեշտ էր քայլեր, որոնք այդ ուղղությունները միայն օգուտ կբերեին մեր երկրին։ Եվ դրա օրինակը այն է, որ մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչի հաշվին այսօրվա Հայաստանի տնտեսությունը գոյատևում է, ինչի հաշվին անցած տարի, նախանցած տարի ունեցանք այդպիսի տնտեսական աճեր, բայց ցավոք սրտի պայմանավորված արտածին երևույթների հետ եւ արդեն 17 թվականին ստորագրեցինք այդ SEPA կոչվող պայմանագիրը, որտեղ հստակ գրված էր, թե ինչպես պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Ընդ որում այդ պայմանագիրը հաստատվեց Եվրամիության անդամ բոլոր երկրների խորհրդարաններում։ Եվ հիշում եք, երբ որ Հայաստանի կառավարիչը գնացել էր Գերմանիայի Դաշնություն, Գերմանիայի Դաշնության վարչապետը խոսում էր ինքնորոշման մասին, չէր ասում, որ Արցախը Ադրբեջանն է եւ վերջ։ Երբ որ Հայաստանի կառավարիչը դրա մասին խոսում էր, ինչու՞։ Միթե կարծում եք, թե Գերմանիայի Դաշնության վարչապետը չունի օգնականներ ու խորհրդականներ, ովքեր իրեն կարող էին հուշել կամ իր ելույթի տեքստը ճշտ գրել։ Ոչ, որովհետև եթե նա այլ բան ասեր, ապա Դաշնության ազգային ժողովում նրան ուղղակի խստորեն քննադատեին։ Ասածս այն է, որ մենք ոչ միայն պետք է հետևեինք երկրի զարգացմանը, ջանքեր գործադրեինք եւ այլն, այլ մենք պետք է հաշվի առնեինք եւ աշխարհաքաղաքական իրավիճակը եւ իհարկե մեր ազգային խնդիրները։